Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունից հետո, որ Սամվել Կարապետյանի օգտին աշխատել են ընտրակաշառք բաժանողներ եւ տեղի են ունեցել ձերբակալություններ դրանից հետո եւ նրանց փաստաբանը այսօր հայտարարությամբ է հանդես գալիս, թե այդ հակակոռուպցիոն կոմիտեի այդ ձայնագրությունները, որոնք էլ այդ ձերբակալության մասին հիմք են հանդիսացել, իբր մոնտաժված են։ Իհարկե, այս ամենի հիմք կարող է հանդիսանալ միայն եւ բացառապես փորձաքննությունը։ Եթե չկա փորձաքննություն, ասած դատարկ խոսակցությունները ուղղակի խոսում են մեր իրավաբանության ուղղակի անտանելիորեն ցածր մակարդակի մասին։ Իսկ մակարդակը ցածր է, դե որովհետև անկախ Հայաստանի իրավաբանությունը ունեցել է բավականին ցածր սոցիալական պատասխանատվությամբ հիմնադիր հայրեր։ Իսկ ոմանք էլ ուղղակի կլուշնիկներ են եւ անբարոյական մարդիկ։ Նրանք այնպես են ապականել թե իրավաբանությունը, թե իրավաբանական դպրոցը, թե իրավաբանական պրակտիկան, որը շատ դժվար է արմատախիլ անելը։ Հիշենք ֆաշիստական Գերմանիայում այդ հանցագործությունները բացահայտելու եւ դատելու համար 45 թվից հետո պահանջվեց միայն 16 տարի այդ կեղտը մաքրելու համար։ Դատական ռեֆորմը, ընդհանրապես այս իրավական ոլորտը հիմնահատակ փոփոխությունների անհրաժեշտություն ունի։ Համաձայն ես, միացիր մեզ։